ճիշտ է, որ email մարքեթինգը մահանում է։ Երևի ճիշտ է, 80-ականներից այս կողմ email մարքեթինգը ոնց որ մահանում է, բայց մինչև այսօր տարին երևի մի 10-20% աճում է այդ մահացած ալիքը, ու այս պահին ինքը ամենամեծ ալիքն է աշխարհում մարքեթինգի համար ու ամենա-cost effective, որ գովազդով մի հաճախորդին բերելու համար, եթե հարկավոր է, չգիտեմ, $5-10, email-ով մի ցենտ է պետք, այսինքն ոչ մի ալիք մարքեթինգի չի կարող համեմատվել email-ի համար։ Դեռ ինքը երկար է մահանալու, ինձ թվում է, այնինչ առաջ ձեռով էր արվում email-ի հետ կապված, այս պահին AI-ն է կարողանում անել, այսինքն բացի տեքստ գրելուց AI կարող է հենց ժամանակը ընտրել, երբ ուղարկել, կարող է վերլուծել, կարող է դիզայն անել, կարող է բաներներ սարքել, այսինքն ընդհակառակը գնալով ուժեղանում է այդ ոլորտը, մեր ընկերությունը հենց այս պահին AI օգնական է տալի, որ օգնում է մարդկանց հենց email մարքեթինգը լրիվ ավտոմատացված անել, այսինքն պրոակտիվ AI-ն է արդեն մտածում, թե ինչ կարելի է ուղարկել, ում ուղարկել, երբ ուղարկել, եւ ուղարկում է, վերլուծում է եւ վերլուծության արդյունքները արդեն առաջարկում է մեր հաճախորդին։ Նոր տեխնոլոգիաների զարգացման արդյունքում գործիքները ավելի հասանելի են դառնալու, ավելի շատ փոքր բիզնեսներ են սկսել օգտագործել այն լուծումները, որ առաջ հասանելի էին միայն մեծ խոշոր enterprise ինչ-որ բիզնեսների։ Այնինչ առաջ մի թիմ էր անում, օրինակ դիզայներների, content manager-ների, մարքետոլոգների, այսինքն մի բանակ մարդ էր պետք անել, հիմա AI-ը կարող է անել, ճիշտ է այդքան լավ չէ, ոնց որ մի ամբողջ թիմ պրոֆեսիոնալ մարդ կարող է անել, բայց փոքր բիզնեսին ավել հարկավորել չէ։ Հայաստանում մի քիչ են կիրառում, երևի դա հենց հայկական շուկայի յուրահատկություններից է կախված, երբ որ բոլորը իրար գիտեն կամ սոցիալական ցանցերն էին առաջնահերթեղը ու հիմնականում բնակչության քանակի պատճառով չի հասցրել նենց զարգանալ ոնց որ ավելի մեծ երկրներում, որտեղ տասնյակ կամ հարյուրավոր միլիոնավոր մարդիկ էին ապրում, բայց այս պահին մենք տեսնում ենք, որ նույնիսկ բանկերը, մեծ ընկերությունները փորձում են այդ գործիքը փոքր sense քայլերով իրականացնել ու ինձ կարծում եմ շուտով լինելու է, որտեղ email-ը միակ գործիքն է, որ հնարավորություն է տալի, որ մարդու ուշադրությունը, էկրանը, ինչը ամենաթանկ բանն է այսօր ինտերնետում, մի քանի վայրկյանով ամբողջովին սևեռել քո գովազդի կամ քո հաղորդագրության վրա։ Ոչ մի սոցիալական ցանց տեն հնարավորություն չի տալի, որտեղ սոցիալական ցանցում դու ոնց որ գնում ես տարբեր նորությունների եւ պոստերի մեջով եւ կարող է գովազդ լինի, իսկ email-ը երբ որ բացում ես ամբողջ էկրանը քոնն է։